Գյուրջյան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դրա համար ասում եմ, բայց ես խոսած, բայց ես ճիշտ ասի, տնտեսագետ եմ, ոչ եւ հաստատա։ Բարև ձեզ։ Դուք ինչպես գիտեք, ես Գագիկ Ալավերդյան եմ, այժմ դրությամբ փոքր ես համարում եմ գերփոքր բիզնեսի ներկայացուցիչ, որը եւ հիմնական այս օրենքները այժմ կառավարությունը հիմնականը դրել է գերփոքր բիզնեսի վրա։ Այսինքն, եթե դա նայա նշանակում, պետք է որ գերփոքր բիզնեսը 10% մուծի, խոսքը օրինակ, շրջանառության հարկը մուծի, դա նշանակում է, որ դրանով մենք պետք է իրանք ցանկանում են մեր միջոցով բռնել, ինչպես ասում են, հիմնական ովքեր բերում են հիմնական բերողներին, բայց դա սխալ հասկացողություն է, նրանք եթե մտնում են մաքսակետեր, թող նրանք տեղում պարզեն իրանց հարցերը տալ ապրանք բերողների հետ եւ ոչ թե մեզ խառնեն։ Դրանով մենք ի վիճակի չենք ելնում նրանցից դոկումենտներ վեկալել, ինչպես ասում են, եթե վեկալել դեպքում նրանք պետք է հաշվեն, նրանք կամ մեր հետ գործարքի մեջ չեն մտնի, կամ էլ նրանք անես կանեն, որ խոսքը օրինակ գները բարձր կազմեն, որ մեզ ձեռք չտա։ Մենք ավտոմատ ամեն ինչ արվում է, որ մենք տակ տանք։ Հայերեն բացատրեմ պրիմիտիվ հաշվարը, ես ինքը ինժեներ գյուտարար մարդ եմ, գիտնական եմ, ես կարամ հաշվարկ անեմ, որ մեր կառավարության ոչ ոք բացարձակապես չի կարա այդպիսի հաշվարկ անեն։ Հասարակ մի բան, եթե ես իմիկվա դրությամբ, եթե դաժե 10% եթե մուծելուց, մեր մոտ մեկ ապրանք, դա ոչ թե մեկ ապրանքի մեր եկամուտի 10%-ն է, այլ մենք մուծում ենք ամբողջ ապրանքի 10%-ը, սա արդեն դա մի, ինչ ասեմ, ավազակություն է, որ շուտվանց արել են եւ շարունակում են անել։ Եթե ես վաճառում եմ 10,000-անոց ապրանքը, վաճառում եմ 11 կամ 12,000, ես խի պետք է օրինակ 12,000-ի 10%-ը մուծեմ։ Ես 12,000-ի 10%-ը մուծեմ, հենց 12,000, բանա, հենց 1,200 դրամ փող անեմ։ Ես ավտոմատից մնում եմ 8,000, ես 8,000-ի պետք է հարկայինի բաները մուծեմ, հաշվիչի պետք է սպասարկում երկու ձևի սպասարկումներ, 1008-ը իմի դարել է 33,600 դրամ, պլյուս դրան 4,600 դրամ անկոնտակտ բաների համար, որ կարտերով մենք առևտուր անենք։ Սա էլ մի ավազակություն է, որ արել են։ Ինչն է պատճառը, որ փոքր բիզնեսից դուք պահանջում եք դա։ Հիմիկվա դրությամբ ես բացատրեմ ինչա։ Մենք 4,6%-ով, եթե 4,600 մուծում ենք տվյալ, եթե մեկ բանը այդ քարտով նրանք գնում է դեպի բանկ, բանկը իր հերթին 1,8-ից մինչև 2,6% էլ դրա վրա է ավելացնում։ Դուրս եկավ 10%-ին ավելացավ 2,5% էլ այնտեղ ավելացավ։ Դուրս եկավ ես փաստորեն, եթե դա արել եմ, ավտոմատ ես մինուս եմ դարել։ Դե 800 էր մնում, իմը մնաց ընդհանրապես, հələ ես մի 300 դրամ էլ ես արդեն տուժվեցի։ Հիմա ինչ անեմ, 10,000 ապրանքը, 10,000-անոց ապրանքը վաճառեմ 20,000, դե պարզա որ ոչ մեկը չգա։ Ինչ։ Ես կոշիկա, դամաշնիկա, այդպես խառը ապրանքներ եմ վաճառում, հա։ Դե երևի դուք գիտեք, այն կանխատեսումներ, որ արել է Ադրբեջանի ջրհեղեղներն, Թուրքիայի ամեն ինչը երկաշարժներ բռնած, պլյուս դրան Ռուսաստանի հարավային մասերը, եթե դուք նայել եք, տեղակ եք, թե չէ։ Այդ իմ ձեռքի մեջ, որ ես ասում եմ, բանկա, իմ կանխատեսումները եմ անում, որ աշխարհում ոչ ոք չի կարող անի, ու իմ կանխատեսումները ես նշում եմ, չի լինում 99%, լինում է 100%-ով։ Որևէ մեկը թող մի հատ փաստարկ բերի, որ իմ կանխատեսումն ասել եմ ու չի եղել։ Դա բացառում։ Կանխատեսումը այս իրավիճակում ինչ է լինելու։ Ես իմ կանխատեսումը ապրիլի 14-ին ասել եմ, միակ Հայաստանի փրկությունն է։ Ձեր հարցի լուծումը։ Մեր հարցի լուծումը, եթե ամբողջ առևտրականների գույնը մի 30% հավաքվի, հարցի տոկոսը լուծի։ Այստեղ հավաքվել են 50-ից 60 հոգի, դրանք ներկայացնում են մոտարապես 80,000 հոգու մարդ։ Իմ կարծիքով մնացածը ասում եմ, մենք ձեզ ակտիվ հետևում ենք ինտերնետով։ Մեզ պետք չի ինտերնետով հետևեք։ Եթե դուք ձեր հարցը ուզում եք լուծեք, եկեք տեղում լուծեք։ Ես նորից ասում եմ մեր բոլոր առևտրականը, բոլորը կործանվելու եք։ Դուք մի նայեք, որ փոքրը եթե կործանվեց, դուք պետք է օգտվեք։ Դուք չեք կարող օգտվել։ Ճիշտ հակառակն է։ Նրանք ուզում են գործտվողի դերում մենք լինենք, որ ձեր վրա գործ տան։ Եթե դուք չեկաք, մյուս անգամ բոլորը ձեր վրա անպայման պետք է ես բերեմ ապրանքը ծախեմ, դու եւ բերել քեզնից առնում եմ 10,000-ով, դու ծախես 9,000 կամ 10,000, իսկ ին վրա ես պետք է ծախեմ 14-15,000։
Այդ դեպքում ես 4000 թանկ եմ վաճառելու, դքան սա 10000-ով քեզնից կառնեն։ Մենք էլ առուտրից հասկանում ենք, այդքան հասկացող չենք։ Ուրեմն իրոք դուք մեր թշնամիներն եք։ Ես ասում եմ, հելեք, ոտքի եկեք, ես իմ շահել եմ բան, դուք էլ ձերը բա, որ դուք մենք իրար հետ համատեղ կանգնում եւ չեն միանում ձեզ, ինչ խնդիր կա։ Խոչընդոտումա հիմիկվար դրությամբ դուք ինչպես գիտեք, ես նույնպես 14 ապրիլին ասել եմ, կանխատեսել եմ, որ Հայաստանում գնացել է կամ գիտնոզացման կամ զոմբիացման երևույթ, որը իրականություն է ու չի կարա չլինի։ Դրան ես կարամ օրինակ համար գիտնոզացումը կարամ ժողովրդից հանեմ, դե հնարավորություն ունեմ։ Չէ, մի վարքյան ես ձեզ ասեմ։ Դրա հիման վրա նրանք ասում են, թող մյուսներն անեն, մենք էլ կօգտվենք։ Այդպիսի բան չի լինել։ Ձեզ մնացել է մի վայրան, մի ոտքի հելեք եւ այս հարցը լուծեք։